Գիրք Ելից, գլուխ 19, Սինա լեռ։ Իսրայելի որդիները Եգիպտոսից դուրս գալուց հետո երրորդ ամսում նույն օրը Սինայի անապատը եկան եւ անապատում բանակեցին։ Այսինքն Ռափիդիմից հեռացան եւ Սինայի անապատը եկան եւ անապատում բանակեցին եւ Իսրայելն այնտեղ լեռան դիմաց բանակեց։ Եվ Մովսեսը բարձրացավ Աստծո մոտ։ Տերը նրան լեռան վրայից կանչեց ասելով. Այսպես ասա Հակոբի տանը եւ հայտնիր Իսրայելի որդիներին. դուք տեսաք, թե ինչ արեցի եգիպտացիներին, իսկ ձեզ արծվի թևերի վրա տարա ու ինձ մոտ բերեցի։ Եվ եթե հիմա իսկապես իմ ձայնին հնազանդվեք եւ իմ ուխտը պահեք, դուք ինձ համար կդառնաք յուրահատուկ գանձ, բոլոր ազգերից ավել, որովհետեւ իմն է ամբողջ երկիրը, եւ դուք ինձ համար քահանաների թագավորություն եւ սուրբ ազգ կլինեք։ Սրանք են այն խոսքերը, որ Իսրայելի որդիներին պետք է ասես։ Եվ Մովսեսը եկավ եւ ժողովրդի ծերերին կանչեց եւ նրանց առջեւ դրեց այս բոլոր խոսքերը, որ Տերը պատվիրեց իրեն։ Եվ ամբողջ ժողովուրդը միասին պատասխանեցին ու ասացին. Տիրոջ բոլոր ասածները կկատարենք։ Եվ Մովսեսը ժողովրդի խոսքերը հաղորդեց Տիրոջը։ Եվ Տերն ասաց Մովսեսին. Ահա ես քեզ մոտ կգամ թանձր ամպի մեջ, որ ժողովուրդը լսի, երբ ես քեզ հետ խոսեմ, եւ միշտ քեզ հավատա։ Եվ Մովսեսը ժողովրդի խոսքերը Տիրոջը պատմեց։ Եվ Տերն ասաց Մովսեսին. գնա ժողովրդի մոտ եւ սրբացրու նրանց այսօր եւ վաղը, եւ թող իրենց հանդերձանքը լվանան, եւ երրորդ օրվա համար պատրաստ լինեն, որովհետեւ երրորդ օրը Տերն ամբողջ ժողովրդի աչքի առաջ Սինա լեռան վրա է իջնելու։ Եվ դու ժողովրդի շուրջը սահման կդնես ասելով. զգուշացեք լեռը բարձրանալուց, կամ նրա գագաթին դիպչելուց, ով որ լեռանը դիպչի, կմեռնի։ Դրան ձեռք չդիպչի, դիպչողն անպայման պետք է քարկոծվի կամ նետով սպանվի։ Չեն ապրելու անասուն լինի թե մարդ, փողի ձայնը լսելուն պես թող լեռանը մոտենան։ Եվ Մովսեսը լեռից ժողովրդի մոտ իջավ, եւ նրանք իրենց հանդերձանքը լվացին։ Եվ նա ասաց ժողովրդին. երրորդ օրվա համար պատրաստ եղեք, կնոջ չմոտենաք։ Եվ եղավ, որ երրորդ օրն առավոտը բացվելիս որոտներ եւ կայծակներ էին լինում, եւ մի թանձր ամպ կար լեռան վրա, եւ փողի ուժգին ձայն, եւ բանակում եղող ամբողջ ժողովուրդը զարհուրեց։ Եվ Մովսեսը դուրս հանեց ժողովրդին բանակից Աստծո առջև, եւ նրանք լեռան ստորոտի մոտ կանգնեցին, եւ Սինա լեռն ամբողջությամբ ծխում էր, որովհետեւ Տերը դրա վրա էր իջել կրակով, եւ կրակը հնոցի ծխի նման էր դուրս գալիս, եւ ամբողջ լեռը սաստիկ դողում էր, եւ փողի ձայնը գնալով սաստկանում էր։ Մովսեսը խոսում էր, եւ Աստված նրան ձայնով պատասխան էր տալիս։ Տերը Սինա լեռան վրա լեռան կատարին իջավ, եւ Տերը Մովսեսին կանչեց լեռան գագաթը, եւ Մովսեսը լեռան գագաթը բարձրացավ։ Եվ Տերն ասաց Մովսեսին. իջիր ժողովրդին պատվիրիր հանկարծ սահմանը չանցնեն Տիրոջը տեսնելու համար, եւ նրանցից շատերը չկորչեն։ Տիրոջը մոտեցող քահանաներն էլ թող մաքրվեն, որ չլինի թե Տերը նրանց դեմ ելնի։ Եվ Մովսեսն ասաց Տիրոջը. ժողովուրդը չի կարող բարձրանալ Սինա լեռը, քանի որ դու մեզ պատվիրել ես ասելով. սահման դիր լեռան շուրջը եւ սրբիր այն։ Եվ Տերն ասաց նրան. գնացած իջիր եւ Ահարոնի հետ միասին բարձրացիր, բայց քահանաներն ու ժողովուրդը Տիրոջ մոտ բարձրանալու համար սահմանը չանցնեն, որ չլինի թե Տերը նրանց դեմ դուրս գա։ Մովսեսն իջավ ժողովրդի մոտ եւ խոսեց նրանց հետ։